Խոսելու ենք իհարկե ապասովետականացման մասին, օրենք չունենալու, կարելի ասել ողբերգության մասին ենք խոսելու։ Ինչ է նշանակում ապասովետականացում, ապա գաղութացում, ապա կոմունիզացիա, այդ կոմունիստական գաղութատիրական ժառանգությունից հրաժարվելու կամքի անտակ բացակայության կամ դեֆիցիտի մասին ենք խոսելու, ինչով փայլեցին Հայաստանի բոլոր իշխանությունները 91 թվականից այս կողմ, դժբախտաբար։ Չեղավ քաղաքական կամք, որ օրենք ձևակերպեր կամ գործընթաց սկսեր, արմատական գործընթաց, որը կքններ, կհաստատեր եւ կհայտարարեր, որ Հայաստանի առաջին հանրապետությունը զավթվել է 1920 թվականին, զավթած է պահել այդ հանրապետությունը 70 տարի, 91 թվականին լուծարվել է այդ զավթումը, վերականգնվել է առաջին հանրապետությունը, լավ ճանդամ ստեղծվել է երկրորդ հանրապետություն, որում հիմա մենք ապրում ենք եւ այդ զավթման հետքերը, ուրեմն հանրային մշակույթից պիտի հեռացվի եւ սահմանափակվի միայն արխիվներով եւ թանգարաններով, բնականաբար դասագրքերով։ Գիտական աշխատություններ եւ այլն։ Բայց հանրային զանգվածային մշակույթում փողոցների անուններից սկսած քանդակներ, հարթաքանդակներ, բարձրաքանդակներ պահման, պետության զավթման, հերոսացումը, արձանագրումը եւ այլն պիտի վերածվեր ու թափտի լիներ մեր պատմության ամենատխուր, ամենախայտառակ 70 տարի տևած, 71 տարի տևած այդ պատմության արձանագրումը, ֆիքսումը, ինչը տեղի չունեցավ։ Ոչ Տեր-Պետրոսյանի, ոչ Քոչարյանի, առավել եւս ոչ Սերժիկ Սարգսյանի, ոչ էլ այս նոր հեղափոխական իշխանության ժամանակներում ոչ մի իշխանություն չհամարցա ընդամենը մի ուրեմն բռնատատվածների ոգեկոճման օր, Կասկադի վերևում մի օր այդ խնդիրը կամ այդ պատմության այդ խայտառակ ժամանակահատվածը հիշող մարդիկ, գիտնականները, բռնատատվածների ժառանգները հավաքվում, հիշում, ոգեկոչում են ու բրց եւ գիտնականների մի քանի հոդվածներ, հետազոտություն, հոդված եւ այլն։ Իսկ պետությունը պետական մագարտակով որոշեց չանդրադառնալ Հայաստանի Հանրապետության զավթմանը, որը եղել է բոլշևիկյան Ռուսաստանի եւ քեմալական Թուրքիայի համաձայնությամբ, համագործակցությամբ, զինված ուժերի ներգրավմամբ, իրար ծեր ու երես լվալով եւ այլն, տվել ջարդել են Հայաստանի Հանրապետությունը։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ լայքել եւ բաժանորդագրվել ալիքը։ Դրանով դուք կնպաստեք, որ հաղորդումներն ավելի շատ մարդ տեսնի։